Բոլոր այն բենզալցականները, գրեթե բոլոր այն բենզալցականները, որտեղ որ իրավական փաստաթղթերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, նորմատիվների հետ կապված փաստագրված խնդիրներ կան, որոնք որ կոպիտ ասած չեն ուղակի վերածվի երկարատև դատական քաշքշուկի, քաղաքապետարանի կամ տեսչական մարմնի համար, հիմնականում դրանք բոլորը քանդել ենք։ Այս տարի էլի շարունակում են բենզալցականների մեծ մասը ունենալ խախտումներ, ոմանք ոչ իրենց մեղավորությամբ, այլ պետական մարմինների ինչ-որ քաղաքական փոփոխության հետևանքով, օրինակի համար ասեմ, բենզալցականներ կան, որ նախկինում գրանցված են եղել, հետո օրինակ կադաստրը ինչ-որ մի կետից սկսել է նաև ծածկը գրանցել, պահանջել, եւ օրինակ այն ժամանակ, որ ծածկը չի պահանջվել, հիմա որպես ինքնակամ է այսպես ասած դիտվում, այսինքն իրանք իրավական առումով իրանք մեղավոր չեն, այսինքն մենք ինչ որ քաղաքականություն ենք փոխել եւ իրենք հայտնվել են այդ դաշտում։ Երևանի քաղաքապետարանը շատ երկար ժամանակ չէր տալի թույլտվությունները։ Շատ երկար ժամանակ այս տարի թույլտվությունները չէր տալիս եւ բենզալցականների ասոցիացիայի հետ ես անձամբ հանդիպում եմ ունեցել ու հետեւյալն ենք պայմանավորվել բոլոր այն բենզալցականները որոնք որ նորմատիվային խախտում չունեն բոլոր այն բենզալցականները որոնց այդ այսպես ասած խախտումները պետության կամ քաղաքի քաղաքականության փոփոխության հետևանքով են այդ բենզալցականները նորմալ թույլտվություն են ստանալու եւ ընդհանուր առմամբ այս տարի մի քիչ ավելի մեղմ ենք վերաբերելու բոլոր այն բենզալցականները որոնք որ այնուամենայնիվ հայտնվել են մի իրավիճակում որտեղ իրանք ունեն նորմատիվային խախտում բայց իրանք ունեն ինչ որ փաստաթղթեր այդտեղ պետք է դիտարկենք իրանց հողի այսպես ասած փոխանակման հարցեր, այսինքն իրանց տեղափոխելու եւ կլինեն հաստատ եւս 1, 2, 3, չգիտեմ 4 բենզալցականներ, որոնք պետք է քանդենք։ Որովհետեւ մենք նախորդ տարի եւ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, 20-ից ավելի բենզալցականներ քանդել ենք արդեն։ Այսինքն մենք հիմնականում այն նրանք, որոնք որ իրավական առումով խնդրահարույց են, դրանք գրեթե բոլորը քանդել ենք։ Չեմ բացառում որ մի քանիսը մնացած լինեն, բայց հիմնականում այդ աշխատանքն արվել արդեն։